Մեծ ավետիս Քրիստոս հարյավի մեռելոց Որքան է հարություն Քրիստոսի Մեզ եւ ձեզ մեծ ավետիս Քրիստոս հարյավի մեռելոց Որքան է հարություն Քրիստոսի Մեզ եւ ձեզ մեծ ավետիս Քրիստոս հարյավի մեռելոց Որքան է հարություն Քրիստոսի Ամեն Շնորհավորում եմ բոլորիս սիրելի հավատացյալ ժողովուրդ Քրիստոսի հրաշափառ եւ հաղթական հարության տոնի կապակցությամբ Այսօր ճրակալույսն է Սուրբ Հարության եւ մենք հավաքված երեկոյան այս ժամին պատարակում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնակատարությունը սկսելով Դեռ բուն պատարակը վաղը կմատուցենք, այսինքն զատկական բուն պատարակը վաղը ժամը 11-ին կմատուցենք Եվ այսօրվանից սկսած, այս երեկոյից սկսած կուրախանանք մեր Տիրոջ, մեր Աստծու հրաշափառ եւ հրաշք հարության տոնի կապակցությամբ։ 50 օր նախապատրաստվեցինք բուն բարի կենդանից սկսած պահքով, ծոմով, աղոթքով, աղաչանքով Տիրոջը մեղասեցինք, աղաչեցինք, որ նա մեզ ների Խավություն եւ թողություն տա մեր բոլոր մեղքերին, որովհետեւ երեք ավակ ուրբաթ օրը հիշատակեցինք, որ Քրիստոս Գողգոթա բլուրի վրա խաչվեց եւ իր արյունը թափեց ի խավություն եւ ի թողություն մեր մեղքերին։ Եվ խորհրդավոր ընթրիքի օրն էլ հիշատակեցինք, որ նա վերցրեց մի բաժակ գինի եւ ասեց՝ «Առեք խմեք, սա իմ արյունն է, որ թափում է ձեր մեղքերի խավության եւ թողության համար»։ Ուստի այսպիսի աստվածային հրաշք տնօրինություններից հետո եկավ հասավ պահը, որ հնչեցրեցինք աստվածային այս ավետիսը, որ մեզ եւ ձեզ մեծ ավետիս է, որովհետեւ Քրիստոս հարություն առավ մեռելներից։ Դրա համար մաղթում եմ սիրելի հավատացյալ ժողովուրդ, որ այսպես լույսի պես այս լույս ավետիսը հորդի մեր ներքնաշխարհի, մեր սրտի, մեր մտքի մեջ մեր կյանքի ու կենցաղի մեջ, որովհետև այս անցավոր կյանքի մեջ ավելի մեծ ավետիս մահկանացու մարդը չի կարող լսել, քան Քրիստոսի հրաշափառ հարությունը եւ իր խոստմամբ մեռելների հարությունը, քանի որ բոլորս մահկանացու մարդիկ ենք։ Դեպքը կարդացվեց Սուրբ Ավետարանով եւ բոլորս քաջատեղյակ ենք, թե ինչպես կատարվեց որ Քրիստոսին խաչից իջացրեցին, գերեզմանի մեջ թաղեցին, մի մեծ գերեզմանակարել գլորեցին, դրեցին գերեզմանի մուտքի վրա, եւ թե ինչպես հաջորդ օրը տոնական մեծ օր էր, դրա համար գերեզման չգնացին, այլ ինքնահողի այցելությունը հետաձգեցին հաջորդ օրվան, որ համապատասխանում էր միաշաբաթին, որտեղ դեռ կիրակի չէր կոչվում, միաշաբթի էր կոչվում։ Հետո երբ որ Քրիստոս հարություն առավ միաշաբթի օրը, Միաշաբթի անունը փոխվեց Կիրակիով, այսինքն Կյուրոս, Տեր, Կյուրակետ, Տիրոջ օր, Տերունի օր։ Դրա համար միաշաբթին վերանվանվեց Կիրակի եւ շաբաթվա հանգիստ այլևս դարձավ Կիրակի օրը, որովհետեւ Աստվածորդին Աստծո ծրագրով հարություն առավ միաշաբթի օրը։ Եվ թե ինչպես միաշաբթի առավոտյան դեռ շատ շուտ, դեռ արևը չծագած վաղորդային արշալույսին Շատ շտապով Մարիամ Մագդաղենացին, մյուս Մարիամը, Մարիամ Աստվածածինը եւ կանանց մի մեծ խումբ շտապով խումբ յուղ վերցրեցին եւ շտապով գնացին գերեզման, որովհետեւ նախորդ օր արդեն չէին այցելել, ուրեմն սպասում էին, որ հաջորդ օրը այցելեն։ Եվ երբ որ մոտենում էին գերեզմանին, տեսան, որ երկնքից մի ահազդու հրեշտակ, լույսի կայծակի եւ շանթի պես երկնքից երկիր իջավ Գերեզմանակարը մի կողմ գլորեց եւ նստեց դրա վրա։ Եվ պահակները, որովհետեւ այնտեղ 4 հոգի զինված պահակներ կային, մեռելների պես եղան, որովհետեւ հուշ վախեցան հրեշտակի այսպիսի հայտնությունից։ Եվ հրեշտակը կանանց ասեց դուք մի վախեցեք։ Գիտեմ, որ Հիսուս Նազովրեցուն եք փնտրում, նա այստեղ չի, այլ հարյավի մեռելոց։ Հարություն առավ։ Եվ կանայք այդպես բազմաթիվ զգացողություններ խառնվեց իրենց ներքնաշխարհում
սկզբից վախեցան, այնուհետև ուրախացան, այնուհետև տրտմեցին, տխրեցին, չհասկացան, այսպես բազմաթիվ զգացողություններ իրենց մեջ միախառնվեց, բայց հրեշտակների տված ավետիսը լույս վառեց նրանց հոգեկան ներքնաշխարհում, որովհետև տեսան, որ գերեզմանը դատարկ էր։ Եվ շտապով փախան առաքյալների մոտ, գնացին եւ առաքյալներին հայտնեցին, որ մենք գնացին գերեզմանոց, բայց տեսանք, որ գերեզմանը դատարկ է։ Տերը հարություն է։ Եվ առաքյալները սկզբից չհավատացին, իրենք էլ վեր կացան, վազեցին գերեզման եւ եկան Պետրոսն ու Հովանեսը ստուգելու եւ տեսան, որ գերեզմանի մուտքը բաց է, գերեզմանն էլ դատարկ է, վարշամակը, որ փաթաթված էր Հիսուսի մարմնի վրա, այնտեղ ծալված առանձին դրված էր։ Եվ այդպես ապշահար եղան, զարմացան ու այսպես հարցական մտքով վերադարձան։ Մինչև որ միաշաբթի օրը Տեր Հիսուս հայտնվեց Վերնատանը եւ ասաց խաղաղություն ձեզ։ Եվ իր ձեռքերն ու կողը ցույց տվեց։ Եվ նրանց ասեց, որ ինքը ուրվական չի, տեսիլք չի, այլ ֆիզիկապես մարմնով Հիսուսն էր հայտնված։ Եվ նույնիսկ տվեց, որ իր ձեռքերը շոշափեն, որովհետև ապշահար էին առաքյալները։ Եվ այստեղ առաքյալները հիացան, ուրախացան, ցնծացին, որովհետև տեսան հարություն առած Քրիստոսին։ Այնուհետև բազմաթիվ դեպքեր տեղի ունեցան, որ տեսան Տիրոջը, նույնիսկ հաց կերան Տիրոջ հետ եւ համբարձման օրն էլ ճանապարհեցին երկինք։ Դրա համար առաքյալների տխուր տրտում սիրտը լցվեց աստվածային բերկրանքով եւ ուրախությունով։ Որպեսզի մենք մի քիչ ավելի հիմնավոր հասկանանք, թե Քրիստոսի հարությունը ինչ տեսակ ուրախություն ու ավետիս բարի լուր է մարդկանցս համար, ապա մենք պիտի այստեղ բացատրենք մահվան իրականությունը։ Երբ որ մանուկները ծնվում են, աշխարհ են գալիս, իրենք չեն հասկանում մահը ինչ է։ Հենց դրանով էլ երջանիկ է։ Չեն հասկանում։ Բայց երբ որ նույն այդ մանուկը անմեղ ժպիտով ուրախ զվարթ մոտենում է, որ ձեռքերը պիտի կպցնի հոսանքի լարերին, մենք մեծերը սարսափահար ճչալով արագ խլում ենք երեխային, որտեղ մանուկը չգիտի, մենք գիտենք, ինչ վտանգավոր բան կա այնտեղ։ Եթե մանուկը անհասկանալ ձևով վազում է դեպի բանուկ ճանապարհը, որտեղ մեքենաները 100 կմ/ժ արագությամբ են անցնում, ապա ծնողներս ու մեծերս ճչալով արագ վազում ենք եւ մանուկին խստիվ արգելում ենք այն կողմ գնա։ Ի զարմանս մանկան, ինչու մենք ինչու ենք այդպես տագնապում։ Ինչու է մեր ամբողջ հոգեկան ներքնաշխարհը շարժվում այդ պահին։ Նույնիսկ դեպքերը լինում, որ երբ որ ծնողները մանուկներին խլում են այդպիսի տեղից, հետո սկսում են լաց լինել։ Ինչու։ Որովհետև նրանք լավ գիտեն ինչ բան է մահը։ Եվ մանուկներն էլ մեծանալով, կյանքի իրականությունը տեսնելով, ճանաչելով, երբեմն տարբեր փորձանքներից ու հիվանդություններից անցնելով, շատ լավ հասկանում են, թե մարդու կյանքը ինչքան ամուր է այս երկրի վրա։ Ընդհանրապես ամուր չի։ Կոճի թելի նման շատ հանգիստ կարող է կտրվել։ Եվ եթե որևէ մեկը սա չի հասկանում, ապա ինքն էլ կհասկանա, երբ որ իր կողքով կանցնի մի հատ մահվան քամին։ Եվ գիտեք, մենք մեծերս իմաստնացած այս տեղեկությունով, դժբախտացած նաև այս տեղեկությունով, բայց կյանքի այն իրականությունից ոչ մի կերպ չենք կարող խուսափել։ Սիրելի, մահվան ժամանակ կուզենանք մեր գլուխը վերցնել ու փախչել, բայց ուր։ Իբրև 21 տարվա քահանա շատ եմ ականատես եղել,
եւ մխիթարել այսպիսի մարդկանց եւ տեսել իրենց անհնար դրությունը, անփոխելի իրականությունը, անընդունելի զգացողությունը, ինչպես անընդունելի են համարել, բայց չեն կարողացել դրանից ազատվեն, ազատագրվեն։ Ոչ մի հնարք չկա։ Մահը մարդու կյանքը վերջ է տալիս այս աշխարհում եւ մարդու մարմինը սկսվում է ապականել եւ հող դառնալ։ Հող էր եւ հողին դարձար։ Ոչինչ չկա այլևս։ Մահվան գերեզմանի փոսի մեջ այլևս ոչինչ չկա։ Միայն մնում է մարդու ամենաամուր նյութական մասը ոսկորները եւ երկար հարյուրամյակներից հետո այն ոսկորներն էլ միգուցե կտարալուծվեն եւ կոչնչանան։ Ասա է տրամաբանության վերջակետը։ Եվ եթե որևէ մարդ միայն իր պստիկ տրամաբանությամբ է ուզում քննել մահը, այստեղ իր տրամաբանության դեմը վերջակետ կդնի, բայց ոչ երբեք իր հոգեղեն ներքնաշխարհի։ Այ հոգեղեն ներքնաշխարհն է, որ չի ընդունում այս վերջակետը։ Գիտեք, մենք կարդացինք հենց ճրակալույցի օրը, հենց այսօր պատարագի սկզբին, կարդացինք արարչագործությունը Աստվածաշունչ Մատյանից։ Եվ մենք տեսանք, որ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ Աստված երկրի հողից ստեղծեց մարդուն, բայց նրա մեջ կենդանի շունչ փչեց։ Եվ մարդը դարձավ կենդանի էակ։ Տեսնում եք, երկրի հողից ստեղծելը մի մասն է մարդու արարչագործության։ Աստծո շունչը տալը երկրորդ մասն է։ Եվ մենք տեսանք, որ ոչ մի կենդանի էակ այսպիսի ստեղծագործություն չուներ։ Եվ մենք տեսանք, որ Ադամի ու Եվայի համար մահ չկար։ Այսինքն բնական, իրական ձևը մարդու համար Աստծուց սահմանված անմահությունն էր։ Ժողովրդական կամ ռուսերեն խոսքով ասեմ, զավացկո։ Մենք մեքենայի վրա, երբ որ մի բան ենք ուզում շտկենք, ասում ենք, չէ, զավացկո սենց է։ Այսինքն սկզբնական, իր հիմնական, նախատեսված, գործարանային, նախատեսված է այսպես է։ Եվ գիտեք, երբեմն ինչքան էլ փորձում ես փոխել, լավ չի ստացվում։ Աչքի տուեղը երբեմն ունքն ես հանում, որտեղ նախատեսված է այդպես, ստեղծողի կողմից այդպես է նախատեսված։ Դրա համար գիտեք, մարդն էլ է այսպես։ Մենք էլ անմահ էակներ ենք, ի տարբերություն մնացած էակների։ Անմահությունը մեր բնական եւ իրական կեցվածքներ, ձևներ, մեր կյանքի օրենքներ։ Դրա համար երբ որ մեղանչեցինք, մահկանացու դարձանք։ Բայց անմահ հոգին դարձավ մահկանացու։ Դրա համար հոգին դուրս է գալիս մարմնից, մարմինը հողեր հողին է դառնում, իսկ հոգին մնում է ներկանալու աղեղ դադաստանին։ Դրա համար սիրելի հավատացյալ ժողովուրդ, անմահությունը մենք բնականից կրում ենք մեր ներքնաշխարհում։ Ամենաանհավատ պարծենկոտ մարդը, ամենակրոնով աթեիստ ոչնչապաշտ մարդը, միևնույնն է ինքը կրում է այս առեղծվածը։ Միևնույնն է ինքը իր ստերին չի հավատում իր ներքնաշխարհում։ Ինքը ուզում է իրեն համոզել, թե մեռա վերջ, ոչնչացա։ Հետո մեկ էլ մտածում, բայց ո՞նց եմ ոչնչանում։ Ամեն ջնի ես չլնեմ, ո՞նց է տենց ելում ես չկամ։ Չէ չի լի տենց բան։ Եվ մի հարազատ մեկը որ կորցնում է, մտածում է ո՞նց չկա ու վերջ։ Չի կարող տենց բան լինել։ Դրա համար սիրելի հավատացյալ ժողովուրդ, հենց մարդու բնականից ունեցած այդ անմահության զգացողությունն է, որ իրեն փնտրտուքի առաջնորդում եւ ի վերջո փնտրողը գտնում է։ Փաստորեն Աստված անխնամ չի թողել իր պատժած մարդուն, չէ որ այո պատժես դրախտից վռնդես դուրս ու մահկանացու դարձրեց,
բայց նաև խնամեց, նույնիսկ ինքը մարդացավ եւ հենց այդ մահը հանձն առավ, այն էլ խաչի վրա դաժան մահը։ Ուստի խաչի վրա զոհագործվելով Տեր Հիսուս իր արյունը թափեց մնացած բոլոր իրեն հավատացող ու պաշտող մահկանացուների համար, մեղքից լված եւ հավատքի միջոցով անմահության լույսը տվեց։ Ուստի մենք մեր կավե ամանների մեջ, քայքայվող այս մարմինների մեջ կրում ենք անմահության հրեղեն լույսը, Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունից ճառագող լույսը։ Եվ մենք ունենք հաստատուն հույս, Հիսուս մեռավ, հարություն առավ։ Տեսեք խաչի տակը կանգնող մարդիկ, չար մարդիկ։ Դե եթե դու Աստված ես ու ուժուն ես, իջի այդ խաչից, ասում էին։ Նույնիսկ ավազակներից մեկը խաչի վրա կախված։ Դե եթե դու ուժուն ես, ինչու ես դու մեռնում, ուրիշներին փրկեցիր, մեզ չես կարող, քեզ չես կարող փրկել։ Տեսեք սրան ուրիշներին փրկեց, իրեն չի կարող փրկել։ Ոչ չպիտի իջներ Հիսուս։ Հենց այդպես էլ անարգված պիտի մեռներ խաչի վրա, առնակամ պիտի մեռներ։ 6 ժամ կախվելուց հետո պիտի մեռներ։ Եվ մոտենային զարմանային, որ ամենաշուտը Հիսուս մեռա, բայց ինչու էր զարմանալի։ Հիսուս մերձի մատ ծեծված էր, ձաղկված էր, առնակամ էր։ Մյուս ավարնզակներին բանդից հանեցին, խաչեցին։ Իսկ Հիսուսին տառապանք, տանջանք, էլ չասելու այդ ապերախտությունը, այդ մարդկանց լկտիությունը, ապտակ խփեց, ասես դե մարգարեացի ով է։ Պիղծ քեզ բժշկող տիրոջն ես խփում։ Սուրբ հայրերը մեկնում են, որ դա այն ապերախտն էր, որին բժշկեց ավազանի կողքը դրված։ Դրա համար խաչից ուր պիտի իջներ Հիսուս։ Հանդարտ խաչի վրա մեռավ, ոնց որ ծրագիրն էր աստվածային, որտեվ երրորդ օրը գերեզմանից հարություն պիտի առներ։ Խաչից իջնելը այնչափ մեծ զորություն չպետք է գործեր։ Գերեզմանի միջից հարություն առնելը ավելի զորավոր էր։ Գերեզմանի միջից պիտի հարություն առնել, որ բոլոր գերեզման գնացողներից մեծ ավետիս տար, հույս տար։ Եվ դրա համար, եթե որևէ մարդ չգիտի իր գերեզման գնալը, այն երևի երեխա է, կամ մտքից թույլ մեկ։ Ես հիշում եմ Սուրբ Կարապետ վանքում մի անգամ երեխաներին ասեցի, ձեր ապագան ցույց տամ։ Այո, Տեր հայր ցույց տուր, ասեցի։ Մեր մեծ սպիտակած մազերով տատիկին կանչեցի այնտեղ, ասեցի, էսա ձեր ապագան տեսեք, բոլորս էլ սենց ծերանալու եք։ Եթե իհարկե հասնենք այստեղ։ Երևի երեխաներին խնայեցի, որ այն գերեզմանակարը ցույց չտվեցի։ Հասկանալի է, չէ՞ որ սպիտակելուց եւ ծերանալուց հետո էլ ի վերջո գերեզման ես գնալու։ Դրա համար սիրելի հավատացյալ ժողովուրդ, հենց մահկանացուներիս համար այս երկրի վրա ավելի մեծ ավետիս չկա, այլ Հիսուսի հարության, գերեզմանի միջից ինքնուրույն ինքնստինքյան հարությունը, որով մեծ ավետիս բերեց, գիտեք, քանի դեռ դու հարության լույսով լուսավորված չես, քո ներքն աշխարհը մեռելային դրության մեջ է։ Բոլոր եզրահանգումները դեպի մահվանից ենք վերջակետ։ Ես արդեն խոսքի սկզբից ասեցի։ Բայց երբ որ դու լուսավորվում ես Քրիստոսի հարության լույսով, այդ լույսը քեզ ցույց է տալիս դեպի երկին գնացող ճանապարհ։ Ու այդ ճանապարհի վերջում երկնային Երուսաղեմը թափանցիկ ոսկե փողոցներով եւ 12 մարգարիտյա դռներով եւ 12 ասպարեզ երկարությամբ, լայնությամբ ու բարձրությամբ այն սքանչելի քաղաքը, որտեղ Աստված ինքն է անձամբ ներկա եւ իր սիրելիները խաղաղության, լույսի ու հավիտյանս հավիտենից կենթանության մեջ։ Սքանչելի եզրակացություն։ Աստված հավատքի ճամփով դրեց փրկությունը։ Ուստի մահվանից մեռելության միջավայր մթնոլորտ եկած մարդկային հոգին Հիսուսի հարության լույսով սկսում է ծաղկել, կանաչել, դալարել, զորանալ։
Ոնց է որ ձմռանը ամբողջ ծառերն ու գետինը գորշ մեռելություն, չոր, հետո գարնան անձրևից եւ այս զով քամուց, տաքությունից, ջերմությունից արևի սկսեց ծլարձակել, կանաչել, ծաղկել ու մի ուրախ տեսարան մեր աչքերի առաջ հիմա եկեղեցու դռնից որ դուրս կգանք կանաչած երկիրը կարծես թե ուրախություն կպարգևի բոլորիս դրա համար սիրելի հավատացյալ ժողովուրդ Քրիստոսի հարությունը այսպես դալարեցնում ու կանաչեցնում է մեր ներքնաշխարհը մահվանից վնասված մեր ներքնաշխարհը մահվանից տառապած մեր ներքնաշխարհը Ես մաղթում եմ, որ Աստծո Սուրբ Հոգին ինքը յուրաքանչյուրիս հասկացնի Աստվածային այս լույսը Քրիստոսի հրաշափառության բարի լուրը իր ամբողջ զորությամբ։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս Քրիստոս հարյավի մեռելոց։ Որ հարյավի Քրիստոսի